Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան, որոնք են այն պարզ եւ գործնական քայլերը նիհարելու ճանապարհին։ Թմբլոշիկա դաթարի մասին ենք այսօր զրուցելու։ Ոչ թե դա ձեր կամքն է, որ դուք կամքի թուլությունն է, այսինքն ես չկարողացա, ես նորից կերա, այլ այդ ավելորդ քաշը ստիպում է, որ դու նորից ուտես ճարպային հյուսվածքը։ Ինչու չեն աշխատում խիստ դիետաները եւ ինչից պետք է սկսել թմբլիկության հրաժեշտ տալու ճանապարհը։ Մարդիկ միշտ մտածում են, որ արագ, առանց շատ ջանքերի ինչ որ մի մեթոդ կիրառեմ, որ արագ նիհարեմ։ Ասենք այդ քաշը տասնյակ տարիներով է բարձրացել, բայց այդ նիհարելը պետք է լինի մինչև հաջորդ հարսանիք, որ ես այս շորի մեջ մտնեմ։ Քաշը արագ հետ է գալիս, որտեղ մտածում եմ, որ այս սովից դուրս է գա, ինչքան կա ուտելիք պահեմ որպես էներգիա, որտեղ հետո ինչ կլինի, չգիտեմ ինչ կլինի, օրգանիզմը այդպես մտածում, ու որպես պաշտպանություն այդ քրոնիկ սովի ինքը արագ ճարպակուտակում որպես էներգիայի աղբյուր։ Նիհարելու ճանապարհը կարելի է անցնել հաճույքով։ Անհրաժեշտ է նաև որպեսզի դու ունենաս ուրիշ մոտիվացիա ներսից այդ լամպոչկաները դվարվի, առաջին որ ինչի համար ես դու դա անում, հետո պիտի լինի հսկողություն անպայման եւ միջավայր պետք է լինի։ Թմբլոշիկա դաթարը առողջ ուտելու մասին է, ոչ թե ինչ որ չերի մասին։ Դուք եք որոշում ձեր վարքագիծը փոխեք եւ ապրեք առողջ, թե վարքագիծը չփոխեք եւ ապրեք ավելի հիվանդ։ հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Երկրագնդի բնակչության կեսից ավելին ունի ճարպակալում կամ ավելորդ քաշ։ Չնայած ընդհանուր առմամբ գիտեն ինչ պետք է անել քաշը նվազեցնելու համար, սակայն ոչ բոլորի մոտ է դա ստացվում։ Ինչու՞։ Եվ որոնք են այն պարզ եւ գործնական քայլերը նիհարելու ճանապարհին։ Թմբլոշիկա դաթարի մասին ենք այսօր զրուցելու։ Ծրագրի հեղինակ բժիշկ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Բազում են ցանկացողները սակավ ընտրյալները, ում հաջողվում է նիհարել։ Ինչու։ Իրականում բարդ խնդիր է։ Առաջինը, որ պետք է ընկալել, որ դա հիվանդություն է, եւ ինքը քրոնիկ հիվանդություն է եւ անընդհատ բարդացող եւ կրկնվող։ Այսինքն ինքը քրոնիկ է, այսպես չի որ բուժվեցիր ու դու դարձար ամբողջ հին նյութափոխանակությամբ, ինչպես որ եղել է իր նյութափոխանակային խնդիր է, որը մնում է երկարատև, նույնիսկ եթե քաշը իջնում է։ Եվ այստեղ արդեն ոչ միայն կամքի խնդիր է, քանի որ հիվանդությունը ավելի նյութափոխանակային խնդիր է։ Երբ կա հատկապես ճարպակալում, ամբողջ նյութափոխանակությունը ուղղված է ավելի շատ ուտելուն։ Այսինքն ոչ թե դա ձեր կամքն է, որ դուք կամքի թուլությունն է, այսինքն ես չկարողացա, ես նորից կերա, այլ այդ ավելորդ քաշը ստիպում է, որ դու նորից ուտես ճարպային հյուսվածքը, բերում է քաղցի հորմոնների բարձրացման եւ դու անընդհատ ուզում ես ուտել եւ դու դժվար ես կշտանում, հատկապես եթե կա ֆոնային բարդություններ նյութափոխանակային, այսինքն ինսուլինային ռեզիստենտականություն եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը առաջինը դժվար, առաջին ինչ չեն մարդիկ բոլորը նիհարում, որովհետեւ չեն անցալում, որ դա իրենց կամքի թուլության խնդիրը չի, այլ հիվանդություն է։ Երկրորդը, որ ինքը ապրելակերպային հիվանդություն է ամեն դեպքում, չկա այսպես, որ դու մտար թոքաբոր բեր անտիբիոտիկները ստացար, լավացար ու գնացի շարունակեցիր առանց հիվանդության ապրել։ Ինքը փոփոխությունների կարիք ունի, որը ամբողջ կյանքի համար է։ Իհարկե ճարպակալումը որպես հիվանդություն ունի վարքագծային փոփոխություններ, այսինքն երբ որ ապրելակերպը թես փոխում է, երբ որ վարքագիծը թես փոխում, ունի դեղորայքային, սննդային բուժում, երբ որ դիետա ես պահում, հետևում ես ինչ ես ուտում, ունի դեղորայքային բուժում եւ ունի վերջապես վիրահատական բուժում։ Ընդ որում բոլոր մեթոդները գնալով ավելի զարգանում են, բայց նույնիսկ ճարպակալման վիրահատական բուժման 3-ից 5 տարի հետո այդ քրոնիկ հիվանդությունը այս բարձրանալու վտանգ ունի։ Եթե դու այդ բարիատրիկ վիրահատությունը կամ նույն այդ GP1-ները, այդ դեղերը, հա, Ozempic եւ MTT չես օգտագործում որպես գործիք քո կյանքը փոխելու համար, ապրելակերպդ փոխելու համար, քաշը միևնույն է հետ է գալիս, որտեղ այդպես կախարդական բան չկա, որ իրեն այդպես պահի։ Եվ դա երկրորդ հիմնական պատճառն է, որ այստեղ ապրելակերպի փոփոխություններ են պետք, այսինքն ուղեղում sense մատ չխկիկ պետք է լինի ներսում, հիմնականում այդպես է լինում, որից հետո դու վերաբերմունքդ քո քնին, հա, քնելու ռեժիմին, սննդին, ֆիզիկական ակտիվությանը, հատկապես սննդի մշակույթին, ոչ թե դիետային, այլ առողջ ծնվելու մշակույթին չես փոխում։ Դե դու փոխում ես, կարող ես առանց նույնիսկ վիրահատության շատ հաճախ նաև դեղորայքային բուժման կյանքդ փոխել, օրինակներ կան, բայց ասած ես քչաթիվ են, որտեղ մարդիկ միշտ մտածում են, որ արագ, առանց շատ ջանքերի ինչ որ մի մեթոդ կիրառեմ, որ արագ նիհարեմ։
ասենք այդ քաշը տասնյակ տարիներով է բարձրացել, բայց այդ նիհարելը պետք է լինի մինչև հաջորդ հարսանիք, որ ես այս շորի մեջ մտնեմ։ Ասենք ինչու չեն աշխատում խիստ դիետաները եւ ինչից պետք է սկսել թմլիկությանը հրաժեշտ տալու ճանապարհը։ Ցանկացած դիետա, ընդ որում բոլոր դիետաները համարանուն ձև են աշխատում, կարևորը որ մարդուն հարմարավետ լինի, դրա համար տեսնում եք ինքը ինչ է սիրում, այդ ծննդակարգն ենք համապատասխանացնում։ Ինքը եթե որ վերաբերվում են որպես ճակերտավոր դիետա, այսինքն սկսեցինք A-օրը, վերջացրեցինք B-օրը, բայց դրանից դուրս մեր կյանքը մնալու է նույնը։ Ես ամբողջ կյանքը կերել եմ ոտքի վրա ձեռի հետ, նախաճաշ չեմ արել, ջուր չեմ ուտում, յուղոտ աղի բաներ եմ ուտում, բանջարեղեն համարյա չեմ ուտում։ Այդ եթե իմ կյանքի ոճն է, բայց ես մի օր որոշում եմ, որ ծայրը հեղնստեմ հնդկաձավարի կամ կեֆիրի վրա, հետո մի օր մեկ այդ կեֆիրից հետ ես գալու եւ էլ ավելի քաշդ բարձրանալու է վերև։ Դրա համար դրանք չեն աշխատում, որովհետեւ երբ որ դուք դնում եք այդ սահմանափակումները, առաջին պատճառը օրգանիզմը մտածում է, որ դուք սոված եք ու երբ որ սկսում եք նորմալ ուտել, քաշը արագ հետ է գալիս, որտեղ մտածում եմ, որ վայ սովից դուրս եկա, ինչքան կա ուտելիք պահեմ որպես էներգիա, որտեղ հետո ինչ կլինի, չգիտեմ ինչ կլինի, օրգանիզմը այդպես մտածում ու որպես պաշտպանություն այդ քրոնիկ սովի, ինքը արագ ճարպակուտակում որպես էներգիայի աղբյուր։ Երկրորդը, որ այս դիետա մտնել դուրս գալը ենթադրում է, որ դու տենց ես տրամադրված ուղեղով, որ քո կյանքը չես փոխելու, այլ ուղղակի նստելու ես դիետայի։ Եթե կյանքդ չես փոխում, նստում ես դիետայի, մի օր այդ դիետայից վեր ես կենում բնականաբար ու քո քաշը նորից հետա գալիս, որտեղ դու անցնում ես այն նույն պատճառների։ Միակ բանը փոխել ապրելակերպն է, փոխել վերաբերմունքը ապրելակերպի ամեն ինչին եւ հեղուկներին եւ ֆիզիկական ակտիվությանը կկրկնենք եւ սնունդն եւ վնասակար սովորությունները ինչի՞ չէ։ Դրանք բոլորը բերում են ոչ մենակ քաշի իջեցման, իրանք բերում են առողջացման ու եթե Հայաստանում 5 հիմնական ռիսկի ֆակտոր կա, դրանցից բոլորը ապրելակերպային են ու վարքագծային, այսինքն իրանց բոլորը կարելի է փոխել։ Շատ տեղերում, ասենք, այդ ջուրն ակեղտոտ իրանք չեն կարա փոխեն, ստիպված են, հա։ Իսկ մեր մոտ հիմնականում այդ եւ աղի օգտագործումը եւ ֆիզիկական ցածր ակտիվությունը, բանջարեղենի քիչ օգտագործումը, քաշի կառավարումը, սրանք բոլորը ապացուցահեն վարքագծով փոխվում են։ Իսկ արդեն դուք եք որոշում ձեր վարքագիծը փոխեք եւ ապրեք առողջ, թե վարքագիծը չփոխեք եւ ապրեք ավելի հիվանդ։ Ընդ որում բոլորն ասում են, դե մեկա բոլորս մի օր մահանալու ենք, կամ իմ տատիկ պապիկն էլ էին սենց անում, բայց ապրում էին 90 տարի։ Խոսքը ոչ միայն կյանքի տևողության մասին է, խոսքը ոչ մենակ նրա մասին է, դուք ապրեք 90 տարի, թե ապրեք 80 տարի։ Կյանքը ավելի շատ, խոսքը ավելի շատ կյանքի որակի մասին է։ Դուք ապրեք ձեր 60-ից մինչև 80-ը դեղ խմելով, հիվանդ, ֆիզիկական ցածր ակտիվությամբ, բեռ լինելով ձեր ընտանիքի վրա, ամբողջ գումարներ ծախսելով դեղերի ու բժիշկների վրա, թե դուք կլինեք ֆիզիկապես ակտիվ, աշխույժ, կօգնեք եւ ձեր ընտանիքներին եւ թորների հետ կվայելեք ձեր կյանքը եւ ֆուտբոլ կխաղաք եւ այն։ Այս բոլորը կախված է հիմա 30-ից սկսած դուք ոնց կապրեք։ Ամեն ինչ սկսվում է գիտակցությունից, բայց շատերը պատկերացնում են այդ նիհարելու ճանապարհը շատ դառը ու դաժան, որ պետք է հրաժարվել սիրելի քաղցրավենիքից կամ մթերքներից եւ պետք է ուտեն խաշած, անհամ մթերքներ։ Նիհարելու ճանապարհը կարելի է անցնել հաճույքով։ Շատ հետաքրքիր բան ասացիք, ես էլ ուրիշ էջ ենք բացում, որ շատ հաճախ գիտակցությունից չենք սկսում նիհարելը, սկսում ենք էմոցիաներից, որտեվ ցանկացած միտք գալիս է էմոցիային ի պատասխան եւ մեր վարքագիծը ինքը գիտակցության խնդիր չի։ Ես էլ դուք էլ գիտակցորեն ու նաեւ մեզ դիտողները գիտակցորեն հաստատ շատ բան գիտեն, որ չեն անում։ Իրանք գիտեն երևի որ պիտի ջուր խմել, իրանք գիտեն որ պիտի գիտեն, հաստատ գիտեն մեծ մասը որ պիտի շուտ քնեն, որ պիտի նախաճաշեն, որ պիտի երեխաներին ֆատ գիտեն իրանք, ասինքն իրանք գիտակցությունը դա գիտի, բայց մեր վարքագիծը ինքը մեզ մեր գիտակցության վրա հիմնված չի, որտեղ մարդիկ ըստ էության իրանք գիտակից կենթանիներ չեն, իրանք բավականին էմոցիոնալ կենթանիներ են, եւ մեր վարքագիծը ամբողջությամբ մեր հիմնական արժեքների ու էմոցիաների վրա է։ Եվ վարքագիծ փոխելը միայն կրթություն եւ գիտակցություն չի, հատկապես երեխաների մոտ ընդհանրապես գիտակցությունը կրթություն չի, մեծերի մոտ էլ, որտեվ դեր շրջապատում էլ նայեք ինչքան մարդ ինչքան բան գիտի եւ հարցը որ ուրիշ մի մասը ճշգրիտ չի, ապացուցային չի, բայց ապացուցային բաներ էլ գիտեն, բժիշկներին նայեք, բժիշկների բոլոր մեծ մասը ապացուցային ճշմարտություններ գիտեն ինչքան վտանգավոր առողջանան, բայց չեն անում, որտեվ վարքագիծ փոխելու համար միայն գիտակցությունն է, այսինքն միայն գիտելիքը պետք չի, քիչ է, անհրաժեշտ է, բայց բավարար չի։ Դրա համար
այս վարքագիծը շատ բարդ է փոխել եւ նույնիսկ վարքագծագետներ կան, որոնք ավելի շատ օգտագործվում են մարքեթինգում իհարկե, որպեսզի գնեն իրենց վարքագիծը փոխվի որպես գնորդ դու գնես կամ իշխանություններն են ընդդիմություններից առաջ վարքագծագետներին բերում, որպեսզի ազդեն էմոցիաների վրա, որպեսզի իրանց ազդեն։ Դա բայց բավականին լուրջ գիտություն է, ու ճարպակալման հետազոտությունները բուժման ամեն դեպքում ցույց են տալիս, որ ամենաերկար փոփոխությունները լինում են այն դեպքում, երբ ցանկացած բուժման կողքին կամ առանձին կամ որպես հիմք կա վարքագծի փոփոխություն։ Վարքագծի փոփոխություն, երբ որ մարդը արդեն իր սովորույթը ամեն օր ուտելու կամ քայլելու կամ քնելու կամ խմելու ինքը որպես սովորույթ փոխում է։ Դրա համար պետք է ժամանակ, պետք է գիտակցություն, պետք է կրթություն, պետք է միջավայր, պետք է աջակցություն, բայց առանց դրա չի լինում, որովհետև սենց անես որոշեմ, որ ես դիետա եմ պահելու, 3 օր կեֆիր եմ փոխելու, դա հերթական անիմաստ ծախսն է եւ էներգիայի եւ հավատի եւ մնացած ամեն ինչի, դա ոչ մի փոփոխության չի բերում, իսկ հիմա հազարավոր մարդիկ այդ իրանց վրա փորձել են։ Եկեք տեսնենք օրգանիզմը ինչպես է արձագանքում պահանջներին, մարդիկ ասում են սիրտս քաղցր է ուզում կամ fast food եմ ուզում free, հիմա ինչ անեմ, շատ եմ ուզում եւ էլի էմոցիոնալ դաշտով գնում են եւ օգտագործում։ Ասում են, եթե միառժամանակ չուտես քաղցր կամ fast food, օրգանիզմը այդ վատ ուտելու ցանկությունն այլևս չի ունենա։ Սա իրականություն է։ Կա քիմիայի իհարկե բավականին ապացուցված, հետազոտված նեյրոմեդիատորների հիմքի վրա, որոնք հաճույքի բաներ են բերում եւ կախվածություններ են բերում սննդի եւ քաղցրի եւ հատկապես fast food-ի, որտեղ լցնում են այդ բավականին շատ արոմատիզատորներ, որոշակի նյութեր եւ այլն, որ դուք ուտում եք եւ դրանից երջանկության հորմոնները, այսպես ասենք, շատ ձևավոր շատանում են, երբ որ չեք ուտում, քչանում են ու դուք ուզում եք նոր դոզա, համարյա ոնց որ թմրադեղերի համար։ Կա այդպիսի կախելություն։ Մյուս կողմից կարող եք դրա հակառակը զգալ, երբ որ դադարեցնում եք գիտակցաբար եւ ինչ որ ժամանակ հետո ուտում եք, իրանք դες համար սարսափելի աղի են, յուղոտ են, քիմիական համեր ունեն եւ չեք ուզում ուտեք ու դրանից հետո ուտելու ցանկությունն էլ է քչանում։ Այսինքն դուք այդ բավականին ճիշտ եք նկատում։ Սնունդը մեր կյանքի, մշակույթի, հաճույքների ինչի՞ չէ մի մասն է, ու ինքը պիտի ոչ թե sense խիստ չսահմանափակվի, այլ ինքը պիտի օրինակարգվի եւ ոչ թե լինի չի կարելի կամ կարելի, այլ լինի գիտակցված ընտրություն ուզում եմ ես սա եւ սա իմ ապագայի համար, որ ես ապրում եմ, ուզում եմ իմ երեխաների համար մի քայլ առաջա, թե սա հետա ու ես նույնը ցանկացած օրինակ, երբ որ դες աշխատանքի առաջարկ են անում, դուք մտածում եք, չէ, երբ որ ինչ որ բիզնես առաջարկ են անում, ամուսնանալու առաջարկ են անում, մտածում եք, նույն ձևի այսպես մտածելու ժամանակ լավ կլինի, որ լինի ուտելու գրգռիչը կստանալու եւ ուտել թե չուտելու որոշում կայացնելու մեջ։ Ճիշտ ծանոթ թեթևանեք եւ ճիշտ որոշում կայացնեք, այո։ Իսկ հնարավոր է նիհարել առանց մարզումների, թե սա անառողջի մասին է։ Գիտական նորեն ապացուցված է, որ քաշի չեցումը ֆիզիկական ակտիվության հետ կապ չունի, եթե չեմ ուզում ընդհանրապես նվազեցնել ֆիզիկական ակտիվության դերը ինքը շատ կարևոր է եւ մեր սրտի եւ անոթային համակարգի մարզվածության համար, երկարակեցության համար, առողջության համար, ինսուլինի քանակ կարգավորելու համար, գլյուկոզայի քանակ կարգավորելու տրամադրությունը բարձրացնում, ընդհանուր նյութափոխանակությունը արագացնում եւ այլ եւ այլ եւ այլ, շատ կարեւոր է առողջ լինելու համար եւ դա առողջ ապրելակերպի մի մաս է ֆիզիկական ակտիվությունը, բայց քաշի չեցման հետ ինքը տենց կոնկրետ կարելի է քաշի չեցնել առանց ֆիզիկական ակտիվության։ Իսկ քունը կարևոր նախապայման է։ Այ քունը շատ կարևոր նախապայման է եւ եթե շատ բարձ ձևակերպենք, եթե դուք չեք քնում, դուք չեք նիհարում։ Այսինքն երբ որ չեք քնում, քաշը ավելանում է։ Եվ դրա համար կան ապացուցված պատճառներ եւ երբ որ չեք քնում, սովի հորմոնները շատանում են քաղցի ու դուք արթնանում եք ավելի քաղցած եւ այն մարդիկ, ովքեր լավ չեն քնել, ամբողջ ցիկլով չեն քնել, առողջ ցիկլով չեն քնել, իրենք ուտում են ավելի անառողջ բաներ։ Ուտում են ավելի շատ քաղցր, ուտում են ավելի յուղոտ բաներ, օրվա ընթացքում ավելի շատ են ուտում։ Եվ երբ որ գալիս է պացիենտը, ոնց որ դու հարցնում ես, ինչ ես ուտում, ոնց ես ուտում, ոնց ես շարժում, անպայման ես հարցնում, ոնց ես քնում։ Որտեղ առանց քունը կարգավորելու ճարպակալման ավելորդ քաշի բուժումը տեսակ կիսատ է մնում։ Իսկ ասում են քնի ընթացքում նաև ճարպայրման process-ը տեղի ունենում, դա ճիշտ է։ Դա շատ մեխանիկոն է, երբ որ չեք
երբ որ քնում եք չեք ուտում, իհարկե դա կա, որտեվ ինքը ստացվում է, որ սովավորության մեջ, սովի մեջ եք, քաղցի մեջ եք։ Անգլերեն breakfast-ը նշանակում է կոտրել ձեր քաղցը, այսինքն դուք երեկոյից չեք կերել, մինչև առավոտ ամբողջ օրգանիզմը եղել է քաղցի մեջ, իսկ ինչով է դա լավ, որ այն 30% համարյա էներգիան, որ գնում էր մարսողական համակարգը աշխատացնելու համար, դա գնում է ներքին օրգաններ կարգավորելու համար եւ դուք ունենում եք ոչ թե ուղղակի пассив, ոչ մի բան չի կատարվում, դուք քնում եք օրգանիզմը ամբողջությամբ վերանորոգվում է այդ 24 ժամվա մեջ իր ժամեր ունի վերանորոգվելու եւ կարգավորվելու, ճակերտավոր մաքրվելու, նոր օրվան սկսելու ու առավոտը դուք ինչ կերաք նախաճաշին, այդ շատ նման է թե դուք քնածին ինչով արթնացրեցիք, ականջի տակ sense մի հատ գոռացիք, թե մեղմ, ասենք, սոսիների սոսափնդրեցիք, ինքը դրանից արթնացավ։ Նույն ձևի է նախաճաշը ձեր համար երկար քնից հետո ինչ շչակա իր մոտ լինելու, դա լինելու է մի կտոր տորտ սրճով ծխախոտով, թե դա լինելու է, ասենք, տաք, ինչ որ շիլակ, կամ տաք ձվածեղ եւ այլն եւ այլն։ Նելա կարևոր մաս է, կանք հասանք նախաճաշին։ Միֆ չէ, որ նրանք, ովքեր չեն նախաճաշում, ավելի շատ են հակված ավելորդ քաշ ունենալու։ Նայած նախաճաշը երբ ու ոնց եք պատկերացնում, օրինակ մարդիկ կան, ովքեր իրենց նախաճաշը ունենում են մի կտոր քաղցր սուրճի հետ, կամ թեյի հետ, կամ ծխախոտի հետ։ Ու դա համարում են նախաճաշ, իրականում դա նախաճաշ չի, հակառակը ինսուլինային մատ մեծ, այսպես բան է լինում, ժայթքում վեզովի եւ հակառակ օրվա ընթացքում եւ ախորժակն ավելի բարձրանում եւ ավելի սխալ լինում։ Մարդ կա ժամ 1-ին հաց է ուտում, ասում է դե նախաճաշում եմ։ Ժամ 1 արդեն նախաճաշ չի, ժամ 1-ը ճաշա։ Եթե իհարկե ինտերվալային մասերը չեք պահում սովապահությամբ, բայց նույնիսկ այս դեպքում ցանկալի է մինչև 11 առաջինը ուտել։ Եվ այն մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, ոչ մենակ այդենց ներքին ժամացույցների դեմ են եւ հորմոնալ բալանսին դեմ են, բայց նաեւ էներգիա չեն ստանում ամբողջ օրվա համար։ Հիմա շատ ընդունված է շատ երևի ավելի շատ տղամարդկանց մոտ, քան կանանց 1-ից 2 անգամ ուտելը կամ հենց 1 անգամ ուտելու։ Իրենք ուտում են դա երեկոյան։ Այո։ Ուտում են աշխատանքային օրվա վերջում, այդ ընթացքում անդադում է սուրճ, ջուր մեկ-մեկ ընկուզեղեն։ Դա էլ ընտրության հարց է իհարկե, բայց մարսողական համակարգը եւ մեր ներքին ժամացույցը ցիրկադային ռիթմերը, որը կապում ենք դեռ ոչ մի բան չեն կարող անել, իրենք մարսողական համակարգը միևնույնն է ակտիվացնում են օրվա առաջին կեսին։ Ու եթե դու ուտելիքը ուտում ես առավոտյան եւ նույն ուտելիքը նույն կալորիա ուտում ես երեկոյան, առավոտյան ծախսելու վրա ավելի շատ կալորիա ծախսում, այսինքն դու էներգիայի դեֆիցիտ ես ունենում, երբ որ դա մես առավոտյան ինքը նիհարելու համար ավելի հարմար է։ Շատ տարբեր աշխատանքներ կան, իհարկե տարբեր նաև կարծիքներ կա, կես գտնում որ նախաճաշ պարտադիր չի, բայց նախաճաշը ես կասեի պարտադիր է, ուղղակի մեկին դա կարևոր է որ լինի ժամը 5-ից 6-ը, նայած կոնստիտուցիա 6-7 իսկ մյուսը կարա լինի 11 քիչ ավելի ուշ, որտեղ մարդիկ կան որ դանդաղ են, իրանք քնից է դանդաղ են արտանում, ի վիճակի չեն լինում ուտել։ Բայց նախաճաշը առանց նախաճաշի մի տեսակ ոնց որ առանց վարորդի բենզինի մեքենա քշելը։ Թմբլոշիկա դաթարը ինչ է սովորեցնում։ Վերադարձնենք թմբլոշիկա դաթարը։ Իրական թմբլոշիկա դաթարը իմ աշխատանքի արդյունքում է ստեղծվել, որովհետև հասկացա, որ միայն դիետա գրելով տալով չի։ Շատ հաճախ այդ մարդիկ նույնիսկ իրան գիտեն ինչ պիտի անեն, բայց իրանք չեն անում եւ հարցը ինչի որ դու իրանք պիտի հսկես հսկողության էլ հարց չի, այլ այն միջավայրը ստեղծելու եւ այն կրթությունը իրենց տալու, որ անհրաժեշտ է, որտեվ բժշկի մոտ գալիս ես 2 շաբաթը մեկ անգամ, մի քանի անգամ իր հետ խոսում ես, դու ժամանակ չունես իմանալու ու իր հետ շփվելու, հասկանալու որն է առողջ, ինչ են ասում ապացուցահեն տվյալները։ Դրա համար թմբլոշիկա դաթարը որպես Facebook-յան հարթակի, on-line հարթակի վրա խումբ երևի արդեն 33-րդն է, երևի 10 քանի տարի է որ կա, ինքը վարքագծի փոփոխության ծրագիր է, որը ուղղված է այդ բոլոր կետերին եւ գիտելիքին եւ աջակցությանը եւ հսկողությանը եւ այդ միջավայրին, որտեվ բոլորը քո նման մարդիկ են, հարցերը տալիս են հեն ինչ որ դու ես տալիս ու դու տեսնում ես որ դու մենակ չես, մեկ-մեկ դու չունես ներշնչում, տեսնում ես ուրիշի արդյունք, ասում ես դե լավ որ իր մոտ եղավ, իմ մոտ էլ կլինի եւ այլն։ Ու այդ ամբողջ ընթացքում կա բժշկի հսկողություն եւ ես մենակ չեմ, թիմով ենք, որ եւ փոքր հարցերի եւ մեծ հարցերի պատասխանները կա, ի վերջո 20 քանի տարվա ընթացքում աշխատանքային փորձն շատ բան սովորացնում է, մանր հարցերից ասենք ոնց անես որ դանդաղ երկար ծամես եւ ոնց անես որ քո կյանքում ժամանակ գտնես գնաս քայլես։
իրականում տենց փոքրիկ բաներ են թվում, բայց իրանք կարևոր են։ Ու գումարած դրան ինքը հենց վարքագծային փոփոխությունների հոգեբանության ու տրամաբանության գիտության մեջ է։ Ոչ թե մի անգամից ասում ես վերցրու ամբողջ կյանքդ փոխի։ Տմրոշիկա դադարը 8 շաբաթ է, ու դու ամեն շաբաթում անում ես մի քայլ։ Քիչ, փոքր, բայց կայուն։ Ընդ որում, եթե ասենք օրինակ առաջին քայլը ռեժիմով ուտել սկսելն է, այսինքն ոչ թե այսինքն անընդհատ ինչ որ բան ուտել, այլ նստել հագեցնող սննդարար ուտելիք ուտել, որովհետև շատ հաճախ մարդիկ ոչ թե քաշը ավելացնում են, որ շատ են ուտում, այլ սխալ բաներ են ուտում, այսինքն առողջարար բաներ չեն ուտում, եւ թմրոշիկա դադարը առողջ ուտելու մասին է, ոչ թե ինչ որ չերի մասին։ Այդ առաջին շաբաթը, երբ որ ասում ես ռեժիմով սնվի, բոլորն ասում են դա գիտեինք, էլի լավ, բայց շատերը մի շաբաթում դեռ չեն կարողանում հասցնել, ընդհանրապես իրանց սեփական կյանքը այնպես կարգավորեն, կառավարեն, որ կարողանան եւ նախաճաշեն, եւ ճաշեն, եւ ընտրեն կամ գոնե 2 անգամ ուտեն։ Իրանք ասում են, չեմ հասցնում նախաճաշ, վայ, գործի տեղը չեմ հասցնում ճաշեմ, այսինքն ամեն ինչ առաջնային է, բացի քեզ։ Ինքը բացի վարքագծային փոփոխության արշավ լինելուց շատ ավելի հետաքրքիր նաև ճանապարհ է դեպի ինքդ քեզ քո հարգանքը բարձրացնելը, ինքդ քեզ գնահատականը բարձրացնելը եւ ի վերջո քո առողջությունը շատ բաներից առաջ դնել ու կարևորելու շատերը դա վերջում նշում են, որ ինչ հետաքրքիր է, փաստորեն մենք ուրիշների համար ենք ապրում, ինչը հայ կանանց մամաների համար բավականին հետաքրքիր բնութագրիչը, աշխատանքի, ամուսնու, երեխաների, ընտանիքի, դա էլ պիտի լինի, բայց երբ որ դու քո առողջությունը կողք ես դնում, ինչ որ ժամանակ հետո արդեն ինձ չես էլ կարողանում վշտանով օգնես։ Դրա համար մի քայլ է, որ քեզ ես նայում, ինքը հենց այդպես վարքագծային փոփոխությունների արշավ է, որտեվ առանց դրա քո կյանքը չի փոխվելու։ Ինչքան դիետա մտար դուրս եկա, միևնույն է, ոչ մի մեջ քո մեջ ոչ մի բան չի փոխվելու։ Այո, եւ որպես ամփոփում ասենք թե որոնք են այն բարձր գործնական քայլերը նիհարելու ճանապարհին եւ ինչպես Պիտի ասենք Այնեջան, եկեք միացեք Թմրոշիկա դադարին, որովհետև ասում ենք, եկեք միացեք, Facebook-ի խմբում է եւ շատ ուրախ անցում եւ ամենակարևորը շատ հարմարավետ։ Ես որպես բժիշկ գտնում եմ, որ այս այն փոփոխությունն է, որ պիտի լինի փափուկ, հարմար եւ ուրախ։ Հակառակ դեպքում ձեր կյանքն էլ, դուք էլ ձեր շրջապատի կյանքն էլ բարդանում է եւ ամենակարևորը անվնաս, այլ ոչ մենակ անվնաս, այլ օգտակար եւ երկարատև արդյունքով։ Իսկ դրա համար այդ 8 շաբաթվա մեջ ամեն ինչը կա։ Շնորհակալություն Տիկին Վարդանուշ կարևոր ինֆորմացիայի համար։ Այժմ դուք տիրապետում եք ինֆորմացիայի հզոր ուժին եւ միայն գիտակցումն է, որ կբերի կենսակերպի փոփոխության եւ ավելորդ քաշի նվազման, ամենակարևորը երկարատև։ Հետևեք մեր թողարկումներին կարևորը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն նաեւ Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների ջերմ հիշողությունների հավաքատեղին։ Համեցեք Յասաման, մինչ հանդիպում։